Հրապարակ թերթը գրում է առողջապահության նախարար քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակի առաջին կին Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի քարոզարշավի գլխավոր դերակատարներից է դարձել, երբ պետք է երգում է, երբ պետք է պարում է, անխտիր հավանության է արժանացնում Փաշինյանի ամենավատ հայտարարություն սպառնալիքները փոխանակ մարդկանց առողջական խնդիրներով զբաղվի։ Նա լինելով մարդ փրկող ոլորտի ղեկավար երկրորդում է Փաշինյանին ոմանց կենթանի մնալու հրաշքից զարմացած։ Մեր իշխանական աղբյուրն ասում է, որ այդ ծառայությունները հենց այնպես չեն արվում։ Պարզվում է նա մեծախորժակ ունի եւ քաղաքացիական պայմանագրի հաղթանակի դեպքում իրեն կառավարության նոր կաբինետում փոխվարչապետ է պատկերացնում։ Հրապարակ թերթը գրում է Նիկոլ Փաշինյանը խիստ մտահոգված է իր անվտանգության հարցերով։ Նա շատ է վախեցել դիմակավորված արցախցիների տեսանյութից, բայց քանի որ շատ է ուզում վերընտրվել եւ դրա համար այլ ճանապարհ չի տեսնում, քան իր մրցակիցների հասցեին լուտանքներ տեղալն է, անում է դա, բայց նաեւ հասկանում է, որ այս փուլում իր թշնամիների բանակը մեծացրել է, իրեն ատողների կայուն բանակ է ձևավորվել եւ դա հղի է վտանգներով։ Մեր աղբյուրն ասում է, որ նա հատկապես անհանգիստ է մայիսի 28-ի միջոցառումների հետ կապված։ Նա անհանգստանում է, որ իր նախընտրական Արշավի առանցքային իրադարձություններից մեկը կարող է խափանվել եւ իր անվտանգությունն ապահովելն այդ օրը շատ բարդ է լինելու։ Փաստորաթերթը գրում է առաջիկա ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերից առնվազն 7-ին կարելի է դասել ծայրահեղ արևմտամետների շարքին, նրանցից է Շնորհապետական կուսակցությունը, որը ըստ Վիկիպեդիայի կողմ է ռուսական ազդեցության վերացմանը եւ Հայաստանի ելքին հապկից ու ԵԱՏՄ-ից, իսկ ղեկավար Գուրգեն Սիմոնյանը կոչ է արել դուրս բերել Հայաստանում տեղակայված բոլոր ռուսական զորքերը։ Այդուհանդերձ Սիմոնյանը 2016-ից 2018 թվականներին դասախոսել է Մոսկվայի պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղում, իսկ 2015 թվականից ցայսօր հայ-ռուսական համալսարանում։ Հրապարակորաթերթը գրում է նախորդին ԵՊՀ ռեկտոր ԿՊԱ-ական նախկին падգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր էջով կիսվել էր Սուրեն Պապիկյանի Կարապետյանների մասին հրապարակմամբ եւ գրել դասալիքները չեն նահատակվում։ Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը ամբիոնից բղավում էր, թե ինչու չեն Սամվել Կարապետյանի նրա եղբոր ու քրոջ 6 որդիները նահատակվել պատերազմում։ Երեք նկատեցինք, որ ռեկտորը հեռացրել է այդ հրապարակումը, արդյոք ուշացումով գլխի է ընկել, որ իր ղեկավարած հաստատությունն ապակաղակական պետք է լինի, թե հասկացել է, որ իր գրառումն ավելի շատ իշխող թիմի դեմ է, չէ որ նրանցից ոչ մեկը կարծես չի նահատակվել եւ այդ երկու բառը նրանց ավելի շատ է սազում։ Հրապարակորաթերթը գրում է գրել էինք, որ ԿՊ-ն վարձկանների միջոցով է իր քարոզչությունն իրականացնում 200-ից 250 հազար դրամով կամավորներ են վարձել, որոնք դռնեդուռ ընկած ԿՊ-ի բուկլետներն են բաժանում, բայց մեկ միավոր աշխատավարձի դիմաց փորձում են հնարավորինս շատ աշխատեցնել, միայն քարոզչությամբ ու բուկլետ բաժանելով չեն զբաղվում, այլ նաեւ մասնակցում են Փաշինյանի Երևանյան քարոզարշավներին, մասովկա են ապահովում։ Փաստորեն ԿՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում երիտասարդությանը, առանց այն էլ հեշտ գործ չէ ԿՊ-ին մերժող Երևանում ԿՊ-ի բուկլետը բաժանելը, շատերը վռնդում են, կոպտում նրանց նույնացնելով Փաշինյանի հետ։ Փաստորաթերթը գրում է օրերս քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք ըստ մասնագիտական հանրույթի հարցականի տակ են դնում Հայաստանի իշխանությունների ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կարողությունը։ Մասնավորաբար ի թիվս այլ հայտարարությունների մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ըստ Հայաքվեի ուղիղ պատվեր է իջեցրել ԱԱԾ-ին քրեական հետապնդում նախաձեռնելու Մայր Հայաստան կուսակցության նախագահ Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ։ Ըստ այդմ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը կոչ է անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմել դատարան չեղարկելու Նիկոլ Փաշինյանի գրանցումը։ Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը փաստի հետ զրույցում հղում է անում ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածին, հոդվածի 8-րդ մասն ասում է, եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ եւ թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, ապա թեկնածուին ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան թեկնածուի ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար, նշել է Չալաբյանը։